Մենք, ասենք, 15% էինք։ Կանայք շատ քիչ էին ներկայացված։ Խորը տեխնոլոգիաների տեխնոլոգիական ոլորտների կանանց 80%, մինչ 35 տարեկանը կորպորատիվ աշխարհում է։ Ես ուզում եմ ֆինանսապես անկախ լինել։ Առաջին երկրորդ, ուզում էի ղեկավար լինել։ Գիտեմ, որ դա հեշտ չէ, երբեմն կարող է շատ հուսահատեցնել։ Երբ սովորում եք կողմնորոշվել այդ միջավայրերում ձեր ձայնը լսելի դարձնել, դա իսկապես հատուցող է, որովհետև գիտեք, որ արել եք մի բան, որն ավելի դժվար է, քան տղամարդ լինելն ու ասելը, ինչ եք ուզում ասել, կամ 55 տարեկան լինելն ու նույնն ասելը, քանի որ բոլորը հակված են ձեզ զիջելու։ Աշխարհում վենչուրային կապիտալի միայն 2%-ն է ուղղվում կին հիմնադիրներին։ Մեզ նա պետք են ավելի շատ կանայք ԴՔ-ում։ Մեզ ավելի շատ կանայք են պետք այնպիսի պաշտոններում, որտեղ նրանք կարող են ներդրումների վերաբերյալ որոշումներ կայացնել։ Սա ոչ միայն հավասարության խնդիր է, այլ նա շահութաբերության։ Պատրվակներ գտնելիս, ինչպես ասում եք, երբ ներկայացնեիք, ասում էին, որտեղ են ձեր արդյունքները։ Դե, ճիշտ նույն իրավիճակում մեկ ուրիշը միլիոնավոր ֆինանսավորում կստանա։ Ձեռներեցությունը եզակի է, ներսից դրսից ամուր եղեք։ Մարտահրավերները շատ են, բացի այդ, ուրիշները մեր առաջ արհեստական խոչընդոտներ են դնում, որոնց տղամարդիկ չեն հանդիպում։ Որովհետև, գիտեք, մեզ անընդհատ հուսահատեցնում են մարդիկ, որոնք ես անձամբ դա բազմիցս տեսել եմ, գալիս ու ասում են, դու բավարար չես, դու սա չես, դու նա չես։ Ավելի շատ կանանց այդ ոլորտ ներգրավել, քանի որ կարծում եմ դա շատ լավ կարող ենք անել։ Այսինքն այն կանայք, որոնց ես գտել եմ, ֆանտաստիկ են, հրաշալի են։ Նրանց հետ զրուցելիս զարմանում եմ։ Ասում եմ, վայ, բայց միթե դուք եք սա անում, սա աներակայելի է, աներակայելի։ Սենյակում միակ կին լինելը զգացում չէ, տեխնոլոգիայում շատերի իրականությունն է։ Մեր հյուր Թերեզան ոչ միայն բախվել է այդ իրականությանը, այլ վարպետացել է դրանում, համաշխարհային նորարարության ամենաբարձր մակարդակներում։ Կրթությամբ ինժեներ, մեծ ու կրթված նորարար ավելի քան 15 տարի առաջատար տեխնոլոգիական նախաձեռնություններ ձավորած փորձառու առաջնորդ, Մադրիդի, Լոնդոնի, Միլանի, Փարիզի ու Սան Ֆրանցիսկոյի պես համաշխարհային կենտրոններում։ Նա ոլորտը տեսել է տարբեր տեսանկյուններից։ Հենվելով Santander Bank-ում, Capgemini Engineering-ում առաջատար բիզնես դպրոցներում նորարարություն դասավանդելիս ձեռք բերած հարուստ փորձի վրա, նա այժմ մեծ նվիրումով ղեկավարում է IT Manufacturing-ի Vital Women Tech նախաձեռնությունը, խթանելով կանանց մասնակցությունը խոր տեխնոլոգիաներում։ Թերեզան մեզ է միանում, հասկանալու, թե ինչու տեխնոլոգիական աշխարհը դեռ չի հասել հավասարության, ուսումնասիրելով վետ ֆինանսավորման կտրուկ 2% բացը տաղանդավոր կանանց հեռանալու պատճառները, բայց սա միայն խնդիր չէ։ Պատրաստվեք քննելու կողմնակալությունը հաղթահարելու, մարտահրավերները առավելությունների վերածելու բազմազանության ապացուցված ուժն օգտագործելու ուղիները։ Իմացեք, ինչպես է կոփվում տոկունությունը, ինչպես ակտիվորեն կերտել տեխնոլոգիաների ներառական ապագան։ Ինչպես եք։ Լավ եմ, շնորհակալ եմ։ Եվ շնորհակալ եմ, որ այսօր հրավիրեցիք։ Շնորհակալություն մեր հաղորդմանը միանալու համար։ Կարծում եմ, մեր հանդիսատեսը հաստատ շատ բան կսովորի այս զրույցից, պատկերացումներ կստանա։ Տեխնոլոգիաների ոլորտում մեզ պաշտպանող կին ունենք, դա մեզ պետք է։ Կարծում եմ, հրաշալի է ձեր արածն ու պաշտպանածը։ Այս զրույցը հիմնականում կանանց տեխնոլոգիաների ու STEM-ի աշխարհում հանդիպող խնդիրների մասին է, ինչպես նա այն մասին, թե ինչպես են Թերեզայի նման մարդիկ ու կանայք պայքարում դրանց համար, ինչպես է նա փորձում օգնել մեզ, Women for Tech-ի իր մասնակցած մյուս բոլոր նախաձեռնությունների միջոցով։ Ամեն ինչ մեր ծով է։ Միասին համագործակցում ենք։ Ուստի կարծում եմ կարող է ասել, որ մենք մեծ խմբի հետ միասին աշխատում ենք, որպեսզի դա իրականություն դառնա։ Իհարկե,
Եվ միանշանակ կարող եմ պատկերացնել, որ կուլիսներում նա մի ամբողջ թիմ է աշխատում Բուզիի հետ համատեղ, դա իրականություն դարձնելու համար։ Եվ շատ ուրախ եմ դա լսելու համար, քանի որ մեզ իսկապես անհրաժեշտ է այն ամբողջ աջակցությունը, որը կարող ենք ստանալ։ Այսպիսով, ավելի քան 15 տարվա նորարարության ոլորտի փորձով, դուք ղեկավարել եք բազմաթիվ հետաքրքիր նախագծեր, ինչպես ընկերությունների ներսում, այնպես էլ որպես խորհրդատու։ Եվ հենց հիմա դուք ղեկավարում եք Եվրոպայի շատ կարևոր կազմակերպություն, Women Tech EU-ն։ Սա խոր տեխնոլոգիաներում աշխատող կանանց աջակցող ծրագիր ու կազմակերպություն է։ Կազմակերպությունը փորձում է օգնել մեզ տեխնոլոգիական աշխարհում ավելի ներառական ապագա կերտելու գործում։ Նախկինում դուք բազմաթիվ նորարարական նախագծեր եք իրականացրել Իսպանիայում, Պորտուգալիայում, Ֆրանսիայում, ինչպես նաև Manufacturing կազմակերպության հետ, որը, ինչպես տեսնում եմ, ձեր հետում է։ Եվ դուք նա ապրել ու աշխատել եք աշխարհի բազմաթիվ քաղաքներում՝ Լոնդոնում, Սանտիագոյում, Չիլիում, Ամստերդամում, ըստ էության Նիդերլանդներում, որտեղից հիմա միանում եմ։ Միլան, գեղեցիկ քաղաք Իտալիայում, Սան Ֆրանցիսկոն, ԱՄՆ-ում։ Կարծում եմ, սա մեծ փորձ է տալիս։ Այն նա ձեզ ծանոթացրեց ամբողջ աշխարհում կանանց բախվող բազմաթիվ խնդիրներին։ Դուք նա սովորել եք լավագույն դպրոցներում, ինչպիսիք են Մետն ու Թնքը։ Դուք նա դասավանդել եք, գիտելիք փոխանցելով e-Business Schools-ում Բարսելոնայի համալսարանում։ Իսկ աշխատանքից դուրս դուք նա շատ եք ճանապարհորդել։ Կարդացել եմ, որ այցելել եք ավելի քան 50 երկիր, ինչը իսկապես զարմանալի է հնչում։ Ես էլ սիրում եմ ճամփորդել, եւ կարծում եմ, այս ամենը միանշանակ օգնել է քեզ լավագույնս հասկանալու այն բոլոր մարտահրավերները, որոնց բախվում են կանայք, երբ փորձում են մուտք գործել ձեռնարկատիրական, մասնավորապես տեխնոլոգիական ոլորտ, կամ արդեն աշխատում են այդ ոլորտներում կամ կորպորատիվ աշխարհում։ Կարող եք պատմել տեխնոլոգիաների ոլորտում ձեր անձնական ուղու մասին, ներառյալ, թե ինչն է ձեզ ոգեշնչել ընտրելու STEM կարիերայի վերջո դառնալու ոլորտում կանանց առաջնորդն ու ջատագովը։ Ավագ դպրոցում արդյունաբերական ճարտարագիտություն սովորելու որոշմանս ոգեշնչումը մի բան էր, որը կարող է մի փոքր միամիտ թվալ։ Բայց այդ պահին դա էր պատճառը, որ որոշեցի ընտրել այս կարիերան։ Նախ ուզում էի ֆինանսապես անկախ լինել, իսկ երկրորդ՝ ղեկավար լինել։ Կարծում էի, արդյունաբերական ճարտարագիտություն սովորելով երկուսին էլ կհասնեմ։ Նկատի ունեմ, այն ժամանակն էր, երբ ավագ դպրոցում էիր, 17-16 տարեկան, շատ բան չգիտեիր աշխարհի ու այնտեղ տեղի ունեցողի մասին։ Այն ժամանակ քեզ ոգեշնչող որոշ օրինակներ ու մոդելներ ունես, տղամարդիկ, կանայք, թե հիմնականում տղամարդիկ։ Բայց երբեք չեմ մտածել, որ չեմ կարողանալու հասնել նպատակիս։ Ուստի, նույնիսկ եթե ստիպված լինեի հրաժարվել այն մասնագիտությունից, որը ցանկանում էի սովորել, որոշեցի, այո, անցնելու եմ այս ամենի միջով, որովհետև դա ինձ հնարավորություն կտա կօգնի հասնել իմ կյանքի նպատակներին։ Կարծում եմ, կանայք հակված են այս մասին մի փոքր ավելի շատ մտածելու։ Ինչ արդյունքի եք ուզում հասնել, որոշում կայացնելիս կամ պարզապես մասնագիտություն ուսումնասիրելիս։ Որովհետև կարծում եմ երբեմն շատ կարևոր է հաշվի առնել ձեր կրքերը, բայց նա կարող է մտածել վերջնական արդյունքի մասին։ Դրանից հետո սկսեցի համալսարանական ճանապարհս, ինչպես կարող եք պատկերացնել, դա տղամարդկանց աշխարհ էր։ Արդյունաբերական ճարտարագիտությունում Մադրիդում, Իսպանիայում 90-ականների վերջում մենք, ասենք, մոտ 15% էինք։ Կանայք այդ ոլորտում շատ քիչ էին ներկայացված, բայց ես երբեք դրա պատճառով վատ չեմ զգացել։
Ես միշտ ինձ ընդունված խմբի մաս էի զգում, թե դա մի փոքր տարբերվում էր ավագ դպրոցից, որտեղ հարաբերակցությունը քիչ թե շատ 50-50 էր։ Հետո, ինչպես ասացիք, Միլանում ապրեցի ու Էրազմուս անցա։ Եվ հնարավորություն ունեցա մասնակցելու մի դասընթացի, որը կոչվում էր նորարարության կառավարում։ Եվ հենց այնտեղ ես բացահայտեցի իմ կիրքը նորարարության հանդեպ։ Կա մի շատ հին տեսանյութ, որը մի քանի տարի առաջ նկարահանել էր IDEON, Սան Ֆրանցիսկոյում գործող նորարարության խորհրդատվական ընկերությունը, որտեղ նրանք նախագծում էին գնումների սայլակ։ Ուսուցիչը մեզ ցույց տվեց այդ տեսանյութը, երբ դիտում էի այն, մտածեցի, վայ, սա հրաշալի է, սա է այն, ինչ ուզում եմ անել ամբողջ կյանքում։ Դրանից հետո հիշում եմ ուսուցչի ճշգրիտ խոսքերը. Դուք, որպես արդյունաբերական ճարտարագետներ, պետք է ղեկավարեք նման աշխատանքները նոր բաներ ստեղծելու համար։ Եվ ես մտածեցի, այո, հիմա գիտեմ, թե ինչ եմ ուզում անել ամբողջ կյանքում։ Հենց այդտեղ բացահայտեցի նորարարության հանդեպ իմ կիրքը։ Եվ ես սովորաբար ասում եմ, որ իմ մասնագիտական կարիերայի ամենամեծ հաջողությունն այն է, որ արդեն 18 տարի կարողացել եմ ապրել իմ կրքով։ Վերջին 18 տարին աշխատել եմ նորարարության ոլորտում։ Իսկ սա իմ անցած ուղուս մի փոքր մասն է։ Հետո, ինչպես ասացիք, 12 տարուց ավելի խորհրդատու էի։ Այնուհետ անցա It Manufacturing սկսեցի սովորել եմ նախագծերի ու դրանց իրականացման մասին։ Եվ հիմա, արդեն 1 տարուց մի փոքր ավելի է, ինչ ղեկավարում եմ այս հիանալի շքերթը, Women's Debate-ը։ Կարող եմ հաստատ պատկերացնել, որ գիտեք, բավական տարիներ առաջ, երբ մենք ընտրում էինք STEM ոլորտները համալսարանում սովորում տղամարդկանց գերակշռությամբ մասնագիտություններ, իսկապես հրաշալի է լսել, որ դուք լավ փորձառություն եք ունեցել։ Կան կանայք, որոնք իսկապես շատ են դժվարանում, հատկապես կորպորատիվ ոլորտում։ Իրականում, օրերս լսեցի վիճակագրություն, ըստ որի մինչ 35 տարեկանը խոր տեխնոլոգիաների տեխնոլոգիական ոլորտներում աշխատող կանանց 80%-ը հեռանում է կորպորատիվ աշխարհից։ Իրականում համալսարաններում նույնպես կան հատուկ ոլորտներ, այդ թվում այն, որը դու ես սովորել, այն, որը ես եմ սովորել, տնտեսաչափություն գործառնությունների հետազոտություն։ Այն տարում, երբ այստեղ Նիդերլանդներում սովորում էի, կանանց թիվը ընդամենը 10% էր, մաքս։ Եվ աշխարհում որտեղ էլ աշխատեի, աշխատել եմ Եվրոպայում ու Հյուսիսային Ամերիկայում, որպես տեխնոլոգիայի մասնագետ ծրագրավորող։ Շատ հաճախ ես այդ ամբողջ խմբում տեխնոլոգիական ոլորտի միակ կինն էի։ Այսպիսով, ձեր բոլոր փորձառությունների հիման վրա եղել է մի պահ, երբ զգացել եք, այո, ամեն ինչ ստացվում է, բայց դեռ տեսնում եք որոշ մարտահրավերներ, որոնց բախվում են այլ կանայք կամ գուցե նա դուք, դա ձեզ դրդել է դառնալ տեխնոլոգիական ոլորտում կանանց պաշտպան։ Այո, նկատի ունեմ։ Իսկապես, դա մի քանի անգամ տեսել եմ։ Երբ սկսեցի իմ կարիերան որպես նորարարության խորհրդատու, սովորաբար սենյակում միակ կինն էի։ Թե այնտեղ շատ մարդիկ կային, մենք սովորաբար մեծ հանդիպումներ էինք անցկացնում, բազմաթիվ մասնակիցներով, քանի որ նորարարությունը կազմակերպության տարբեր դերեր է ներառում։ Եվ հիմնականում ռազմավարության ու մշակույթի վերաբերյալ որոշումները, որոնց վրա ես այդ ժամանակ աշխատում էի, կայացնում էին ղեկավար պաշտոններ զբաղեցնող մարդիկ։ Սովորաբար սենյակում միակ կինն էի։ Եվ իհարկե, այն ժամանակ երբեմն զգում էի, որ ինձ վերաբերվում էին ինչպես երիտասարդ կնոջ, քանի որ տարիքիցս ավելի երիտասարդ էի երում։
Այսպես է միշտ եղել։ Այսպես, նախկինում ինձ վերաբերվում էին այնպես, ինչպես այն երիտասարդ կանանց, որոնց կարծիքները դե առանձնապես հաշվի չէին առնում։ Բայց դա սկզբում էր, հետո ի վերջո սովորում ես, ինչպես կողմնորոշվել այդ միջավայրերում։ Եվ պետք չէ հուսահատվել, քանի որ ի վերջո ամեն ինչ սովորելու հարց է։ Խոսքը ձեր միջավայրը այն իրավիճակը հասկանալու մասին է, որում գտնվում եք։ Ինչպես կարելի է այս իրավիճակն ու ձեր դիրքն օգտագործել որպես առավելություն, ոչ թե թերություն։ Գիտեմ, հեշտ չէ, երբեմն կարող է շատ հուսահատեցնող լինել, բայց ի վերջո, երբ սովորում ես կողմնորոշվել այդ միջավայրերում այնպես արտահայտել ձայն, որ այն լսելի լինի, դա իսկապես բարգատրող է, որովհետև գիտես, արել ես մի բան, որն ավելի դժվար է, քան տղամարդ լինելն ու 55 տարեկանում ասելը, թե ինչ ես ուզում, քանի որ բոլորը հակված են քեզ լսելու։ Նկատի ունեմ, գիտեմ, որ խոչընդոտներ կան, քանի որ կարծում եմ կորպորատիվ աշխարհը ի վերջո տղամարդիկ են ստեղծել, տղամարդկանց համար։ Երբ այլ մտածելակերպ ունես, շատ դժվար է դրան մոտենալ, ներգրավվել ու դրա մասը դառնալ։ Բայց կարծում եմ, արդյունաբերական ճարտարագիտություն սովորելն ու այդ ոլորտում լինելը, ինչպես նա այդ շրջանում մի քանի գործընկերներիս շրջապատված լինելը, օգնեցին ինձ ավելի լավ հասկանալ ու կողմնորոշվել այդ միջավայրերում։ Այսօր զգում եմ, որ կորպորատիվ աշխարհում ավելի շատ կանայք կան։ Ավելի շատ կանայք են հասնում ղեկավար պաշտոնների։ Եվ սա մի փոքր փոխում է խաղի կանոնները։ Սա է իմ տեսակետը։ Սա շատ հետաքրքիր է, քանի որ միացա It Manufacturing-ին, որպես արտադրական նորարարական նախագծերի մենեջեր։ Եվ ես նախկինում առաջինն էի գնում, ու դա շատ հետաքրքիր էր։ Գնալ ցուցահանդեսների, կրկին, այդ ոլորտում քիչ կանանցից մեկն էի։ Եվ սովորաբար տեսնում ես, որ այս բոլոր տղամարդիկ մոխրագույն, կապույտ կամ կոստյումներ են հագնում։ Հետո շատ գունավոր զգեստներ էի հագնում։ Եվ դա կարծես գունային շեշտադրում լիներ մարդկանց այս ծովում։ Բայց հիմա ես ամբողջովին հակառակ կողմում եմ։ Այս պաշտոնում աշխատանքի անցնելուց ի վեր սկսել եմ նկատել իմ անվանած կանանց նվիրված բազմաթիվ միջոցառումներ, որտեղ խոսում ենք կանանց ու տխրահռչակ 2%-ի մասին, որը հավանաբար կքննարկենք ավելի ուշ։ Խոսում ենք հնարավոր լուծումների դրանց լուծման մասին, բայց լսարանը հիմնականում կանայք են։ Կարծում եմ, երկու աշխարհներն էլ պետք է ավելի շատ միախառնվեն, սա է իմ տեսակետը, որովհետև երբ նման միջավայրերում էի, ասում էի, այստեղ միայն տղամարդիկ են, իսկ հիմա տեսնում եմ միայն կանայք են։ Կարծում եմ, պետք է գտնել մի ճանապարհ, որով կարող ենք միավորել երկու աշխարհներն էլ, մեր դեպքում, քանի որ ցանկանում ենք առաջ մղել կանանց հավասարությունը, կարող է նա տղամարդկանց ներգրավել այդ գործընթացում։ Հակառակ դեպքում այս հարցի լավ լուծմանը հասնելը շատ դժվար կլինի։ Այո, այս դեպքում թիմային աշխատանքը կարևոր կլիներ։ Եվ ինչպես ճիշտ նշեցիք, դուք կարող եք լինել տարբեր միջավայրերում։ Միջավայրը շատ կարևոր է, քանի որ սա խնդիր չէ ամեն մի սենյակում։ Բայց որոշ դեպքերում, ցավոք, տեխնոլոգիական ոլորտում, դեպքերի մեծ մասում, երբ հայտնվում է երիտասարդ կին, որը, ինչպես ասում եք, գունավոր ու կանացի է հագնված անփորձ է, մարդիկ, գիտակցաբար կամ անգիտակցաբար, ունենում են այս կարծրատիպերը։ Եվ ես ինքս, աշխատելով էկոնոմետրիկայի STEM-ի ոլորտներում, դա բազմիցս տեսել ու զգացել եմ։
Իհարկե, ոչ ամենուր, սա չի նշանակում, որ եթե սենյակում ներկաների մեծամասնությունը տղամարդիկ են, ապա պետք է վախենաք։ Ամենին ոչ։ Պարզապես դրանից հետում է, որ եթե մեծամասնությունը տղամարդիկ են, իսկ միջավայրը վատն է, ապա այնտեղ գտնվող տղամարդկանց որակը կասկածելի է, դա կարող է խնդիր դառնալ։ Բայց, ինչպես ասում եք, պետք է թիմային աշխատանք, ժամանակի ընթացքում տեսել եմ, շատ տղամարդիկ պաշտպանել են հավասարությունն ու ասել, այն մեզ պետք է։ Եվ պարտադիր չէ, որ դա մեզ օգտին լինի, այլ պարզապես մեր արտաքին տեսքը չպետք է մեզ բնորոշող գործոն լինի։ Այլ, ինչ ենք անում, ինչ ենք առաջարկում։ Դա էլ ես ասում, չէ։ Կարոր է թե ինչու է այդպես, ոչ թե մեր արտաքինն ու հագուստը, քանի որ տղամարդկանց հագնվելու ձով կամ տարիքով ոչինչ չենք պարտադրում ու ենթադրում։ Մենք նախընտրում ենք հաշվի առնել նրանց ներդրումը։ Կարծում եմ, աշխատավայրում STEM ոլորտում մենք արժանի ենք ճիշտ նույն վերաբերմունքին։ Անշուշտ, կա նա մի շատ հետաքրքիր բան, որը հաստատվում է հետազոտություններով։ Բազմազան թիմերը սովորաբար ավելի լավ են աշխատում։ Կարծում եմ, կարող է սա դիտարկել ոչ միայն որպես հավասարության մարտահրավեր, այլ որպես շահութաբերության մարտահրավեր։ Ի վերջո, եթե ունեք բազմազան թիմ, որն ավելի լավ է աշխատելու, ավելի լավ արդյունքներ եք ունենալու, դա բոլորի օգտին է լինելու։ Ճիշտ է, շատ լավ միտք է։ Այսպիսով, STEM ոլորտում կանայք նույնքան լավ որակավորում ունեն, լինի խոսքը ծրագրավորման, արտադրանքի ստեղծման կամ նորարարությունների մասին։ Իսկ բազմազան թիմերը, ինչպես դուք նշեցիք, կազմված են բոլոր սեռերի ներկայացուցիչներից, մեր ծագումն ու փորձառությունները նույնպես ձևավորում են մեզ։ Ուստի կարծում եմ միանգամայն հնարավոր է պատկերացնել, որ բազմազան թիմերը պակաս բազմազան թիմերի համեմատ բիզնեսներին կարող են ավելի շատ գումար ROI բերել։ Եվ ես դեռ կվերադառնամ ձեր ասածին, կողմնորոշվելն ու սովորելն է։ Մի պահ այս մարտահրավերներն անցնելով, որպես կին ավելի ինքնավստահ եք դառնում։ Բայց մինչ այդ կետին հասնելը, դուք նշեցիք մի շատ կարևոր թիվ, քանի որ խոսում ենք դրա մասին, եկեք անդրադառնանք դրան։ Շատերը գուցե չգիտեն, բայց ամբողջ աշխարհում վենչուրային կապիտալի ֆինանսավորման միայն 2%-ն է ուղղվում կին հիմնադիրներին։ Թերեզա, ինչպես շտկել այս սարսափելի թիվը։ Ահ, դե, սա շատ դժվար հարց է։ Վերջերս ես զրուցում էի բազմաթիվ ձեռներեցների հետ։ Մեծ մասը հաղթող է։ Եվ հիշում եմ նրանցից մեկի հետ ունեցած զրույցը։ Նա ինձ ասում էր. Տես, ես գնացի վեքի առաջ փիչ անելու, իսկ նրանք ինձանից արդյունքներ էին պահանջում։ Ես խոր տեխնոլոգիաների ոլորտում եմ վաղ փուլում եմ, այնպես որ հիմա ընդհանրապես արդյունքներ չունեմ։ Ես դրանք կունենամ ապագայում, բայց հիմա չունեմ։ Եվ նա ասաց ինձ. Գիտես, Թերեզա, կարծում եմ այս աշխարհում, այս եռուզեռով լի աշխարհում, կանանց գնահատում են արդյունքներով, մինչդեռ տղամարդկանց նրանց ներուժով։ Եվ կարծում եմ, սա կարող է փոխվել, քանի որ մենք խաղում ենք խաղի այլ կանոններով։ Մեկ ուրիշն ինձ ասաց. Ես մեկ այլ զրույց էի ունեցել, նա պատմեց. Դե ես գնացի փիչ, այնտեղ էի ու ներկայացնում էի իմ ֆինանսական կանխատեսումը, իսկ ստացած մեկնաբանություններից մեկն այն էր, որ այն այնքան էլ հավակնոտ չէր։ Նրանք ակնկալում էին, որ ինչ-որ մեկը նրանց կասի, որ սա առաջիկա 4 տարում կաճի 10 կամ 20 անգամ։ Եվ սա շատ տարածված է արտերկրում։ Նրանք շատ կարճ ժամկետում շատ բարձր եկամուտ են սպասում։ Դրա համար իրենց փողն են ներդնում։ Բարձր ռիսկ է, նրանց բարձր եկամուտներ են պետք։ Եվ սա միանգամայն հասկանալի է։
Բայց վերջում նա ինձ ասում էր, գիտես, այն, ինչ ես ներկայացնում էի, մի բան է, որը գիտեմ, որ անելու եմ։ Ես գրեթե վստահ եմ, որ հասնելու եմ դրան։ Եվ չեմ ուզում ուռճացնել իմ հնարավոր արդյունքները նրանց համոզելու համար, որ ինձ գումար տան։ Քանի որ ճանաչում եմ մյուս մրցակիցներիս տղամարդկանց ղեկավարած ստարտափներին, գիտեմ, որ նրանք դա անում են։ Եվ շատերն են ինձ խորհուրդ տվել դա անել։ Որը որոշել եմ չանել, քանի որ գիտեմ, ինչ եմ անելու, գիտեմ, որ կարող եմ դա անել։ Եվ կարծում եմ, սա բավարար կլինի։ Ուրեմն վերադառնանք հիմունքներին։ Զբաղված աշխարհը կրկին կորպորատիվ աշխարհի նման է։ Տղամարդկանց ստեղծած աշխարհ է, տղամարդկանց համար։ Եվ հիմա այն պետք է մի փոքր հարմարեցվի կանանց։ Կարծում եմ, սա գործարար աշխարհում այս 2% փոխելու ամենամեծ անհրաժեշտ քայլն է։ Վկվում էլ կանանց թիվը պետք է աճի։ Պետք է ավելի շատ կանայք լինեն ներդրումային որոշումներ կայացնող պաշտոններում, քանի որ վիճակագրությամբ կանայք տղամարդկանցից ավելի շատ են ներդնում կանանցում։ Այսպիսով, բիզնեսի կառուցվածքը մշակույթը կազմակերպումը փոխելը, կարծում եմ, կարևոր քայլ է այս 2%-ին անդրադառնալու կամ դրա լուծումը սկսելու համար։ Եվ նա իհարկե նկատի ունեմ, որ կանանց ուղղված ներդրումների բյուջեն կամ ներդրված գումարի տոկոսը ավելի փոքր է։ Քանի որ կանայք շատ են, կին ձեռներեցները քիչ։ Ուստի պետք է նա ձևավորենք խոր տեխնոլոգիաների ոլորտում ձեռներեցության կարիերա ընտրող կանանց բազա։ Պետք է ավելի շատ կանանց ներգրավենք այդ ոլորտում, քանի որ կարծում եմ դա շատ լավ կարող ենք անել։ Այսինքն, իմ գտած կանայք ֆանտաստիկ են։ Նրանք զարմանալի են։ Նրանց հետ զրուցելիս ապշում եմ, վայ, իսկապես դուք եք սա անում։ Սա անհավանականից էլ անհավանական է։ Այսպիսով, երկու կողմերն էլ։ Նախ, պետք է մի փոքր փոխենք մասնավոր կապիտալի մշակույթը, կազմակերպությունն ու կառուցվածքը։ Հետո պետք է ավելի շատ կանանց խրախուսենք ձեռներեցության, հատկապես խոր տեխնոլոգիաների ոլորտում։ Ճիշտ, դուք այստեղ իրականում մի քանի հարց եք բարձրացնում, ես կցանկանայի, որ մեր լսարանը մի պահ կենտրոնանար դրանցից յուրաքանչյուրի վրա, որովհետև ձեր բարձրացրած բոլոր հարցերն իրականում առանձին խնդիրներ են, ինչպես նշեցիք։ Նախարաջ, ես լիովին համաձայն եմ, եւ իրականում անձնական փորձ ունեմ ձեր ասացի վերաբերյալ։ Վեցների մեծ մասը տղամարդիկ են։ Գուցե դա կանանցում ներդրումներ չանելու պատճառներից մեկն է։ Դա ինձ հետ չի պատահել, բայց երբ մասնակցում էի աքսելերացիոն ծրագրի, ինչ-որ մեկն ինձ ասաց, քանի որ դու։ Իրականում այս մասին հրապարակայնորեն էլ եմ խոսել, որովհետև դա ինձ իսկապես ծիծաղելի թվաց։ Նա ասաց. Հեյ, Դաթեփ, քո արտաքինի պատճառով, քանի որ վենչուրային կապիտալիստների մեծ մասը տղամարդիկ են, նրանք քեզ լուրջ չեն վերաբերվի։ Ուստի, երբ հանդիպում ես վենչուրային կապիտալիստների հետ, զրույցի հենց սկզբում առաջինը ասա նրանց, որ ավելի քան 7 տարի աշխատել ես որպես ինժեներ Նիդերլանդներում, Եվրոպայում, Կանադայում, Հյուսիսային Ամերիկայում։ Էյում ու տվյալագիտությունում գիտական հոդվածներ եք հրապարակում ներկայացնում ձեր ձեռքբերումները։ Հետո միայն ներկայացրեք ձեր ընկերությունն ու կարողությունները։ Այսինքն նա ինձ դա ասում էր, բայց դրական ձով չէր ներկայացնում։ Ավելի շուտ, երբ մտնում եք սենյակ ու խոսում վքսի հետ, նախ սկսեք հիմնավորել, թե ով եք, ու ներողություն խնդրել ձեր արտաքին տեսքի կամ կին լինելու համար։ Եվ անկեղծ ասած չեմ կարծում, որ բոլոր վկներն այդպիսին են, բայց նա բոլոր վկներին այդպես էր ներկայացնում։ Եվ գուցե կան մարդիկ, ովքեր այդպես են մտածում։ Կամ գուցե դա կանանց հուսահատեցնելու միջոց է։
Եվ ձեր ասացի առնչությամբ ես նույնպես համաձայն եմ, որ ձեռներեցության ոլորտում կանայք ավելի քիչ են ներկայացված, կարծում եմ դրա համար իրական պատճառ կա։ Քանի որ երբ հասնում ենք այդ փուլին, ձեռներեցությունը շատ յուրահատուկ է։ Պետք է ներսից ու դրսից ամուր լինեք, քանի որ մարտահրավերները շատ են։ Բացի այդ, կան այս բոլոր արհեստական խոչընդոտները, որոնք այլ մարդիկ ստեղծում են մեզ համար, որոնց տղամարդիկ չեն բախվում։ Քանի որ, գիտեք, մարդիկ անընդհատ հուսահատեցնում են մեզ, ես անձամբ բազմիցս տեսել եմ, թե ինչպես են նրանք գալիս ու ասում՝ դուք բավարար չեք։ Դու սա չես, դու դա չես, եւ գուցե նա արդարացումներ գտնել։ Օրինակ, երբ ներկայացնեիր, կասեին, որտեղ են արդյունքները։ Դե, լրիվ նույն պայմաններում մեկ ուրիշը միլիոնավոր ֆինանսավորում կստանա։ Կամ, ես նա բազմաթիվ այլ արդարացումներ եմ տեսել։ Սկսում են ինձ հուսահատեցնել ներդրում ստանալու հարցում, ասելով, որ ներդրման կարիք չունեմ, կամ քո արտադրանքը բավականաչափ լավը չէ, մինչդեռ այդ մարդը նույնիսկ չի տեսել իմ արտադրանքը, կամ տեխնոլոգիաներից գաղափար չունեցող մեկը ասում է. Քո գաղափարը բավականաչափ հավակնոտ չէ։ Գրեթե այն, ինչ նշեցիք։ Երբ դա ասացիք, մի տեսակ հիշեցի այս մեմը։ Երի կարող եմ պարզապես գտնել այն տեղադրել, որտեղ կին լրագրողն ասում է, մենք բավականաչափ հավակնոտ չենք։ Երբեմն ասում են, մենք չափազանց հավակնոտ ենք, գիտեք, նիհար չենք, չափազանց նիհար ենք, կամ, գիտեք, այդ ցանկը շարունակվում է անվերջ։ Չես կարծում, որ այն պատճառները, որոնք նրանք ներկայացնում են, երբ կին հիմնադիրները գնում են իրենց աշխատանքը ներկայացնելու, ողջ քաջությունը հավաքած ու քրտնաջան աշխատած, իսկ հետո նրանք ամենատարբեր արդարացումներ են հորինում, նրանց մերժելու միջոց գտնելու համար, պարզապես պատրվակներ են, որովհետև գիտենք, եթե պատճառ ես ուզում գտնել, միշտ կարող ես գտնել։ Լիովին ճիշտ է համահունչ է լսածս ուսումնասիրություններին։ Այսինքն մարդկանցից լսել եմ։ Տեսեք, մենք երկու համահիմնադիր ենք, տղամարդ ու կին։ Իսկ ինձ խնդրել են չմասնակցել ուսումնական շրջայցերին։ Կամ ես խորհուրդ չէի տվել չմասնակցել։ Նկատի ունեմ, կարծում եմ, սա շատ բարդ թեմա է, երբեմն մենք չգիտենք։ Այսինքն դուք, իհարկե, անմիջական փորձ ունեք, կարծում եմ բավական դժվար է վերջում բախվել նման առաջարկվող արդյունքների, երբ ծանր աշխատանք եք կատարում, առաջարկում եք իսկապես հետաքրքիր ու գրավիչ մի բան։ Մեր նկատած բաներից մեկն այն է, ինչը, կարծում եմ, պետք է ավելի հաճախ արվի։ Կանանց համար ֆինանսավորում ստանալու առաջին տարբերակներից մեկը պետական ֆինանսավորումն է։ Ներկայիս իրավիճակում, նախ եթե ֆինանսավորում փնտրող կին ձեռներեց լինեի, կուսումնասիրեի ԵՄ-ի, ինչպես նա ազգային ու տարածաշրջանային նախաձեռնությունները, աջակցություն ստանալու համար։ Քանի որ սա նա, ասենք, էժան ֆինանսավորում է։ Մեր դեպքում երբեմն մենք բաժնեմաս չենք պահանջում, գիտեմ, որ կան այլ դրամաշնորհներ, որոնք կարող են ձեզ անհրաժեշտ միջոցները ստանալու միջոց լինել։ Երկրորդ, կարող է հասկանալ, որ այժմ կան նա գենդերային հարցերի նկատմամբ զգայուն ներդրողներ։ Պորտֆելում ավելի շատ կանանց փնտրող ներդրողներ։ Քանի որ, չնայած մենք բախվում ենք այս բոլոր տեսակի խոչընդոտներին ու մարտահրավերներին, հետազոտությունները կրկին ցույց են տալիս, որ կին ձեռներեցները հակված են ավելի հաջողակ լինելու։ Նրանք սովորաբար հասնում են իրենց նպատակներին իրականացնում այն, ինչ ասում են, որ իրականացնելու են։ Կարծում եմ, պետք է փորձենք խաղաքարտերն օգտագործել մեր օգտին, քանի որ կան խաղաքարտեր, որոնք կարող են մեր օգտին աշխատել։ Կարող եք փնտրել։ Կան գենդերային իրազեկությամբ ձեռներեցների բազմաթիվ ցուցակներ, որոնք տարածվում են LinkedIn-ում այլուր, կանանց նվիրված կամ ոչ։
Այսինքն պետք չէ նա տղամարդկանց հետ մրցել։ Հաճախ ճշգրիտ ենք։ Մինչ գնալը, ուզում եմ մի րոպե հատկացնել ու ասել, որ այս ալիքը դիտողների ավելի քան 80% դեռ բաժանորդագրված չէ։ Եթե հավանում եք մեր բովանդակությունը կամ տեսանյութերից մեկը, ինձ մի լավություն արեք։ Սեղմեք բաժանորդագրվելու կոճակը ու օգնեք մեզ շարունակել ձեզ ներկայացնել ավելի խորքային քննարկումներ, փորձագիտական կարծիքներ ու հրաշալի հյուրեր։ Ձեր աջակցությունը մեզ թանկ է։ Այն օգնում է մեզ աճել, հասնել ավելի շատ մարդկանց, ընդլայնել մեր ազդեցությունն ու ձեզ համար ստեղծել ավելի մեծ ու ավելի լավ բովանդակություն։ Շնորհակալություն մեզ հետելու համար, ինչպես միշտ եղեք հետաքրքրասեր, եղեք նորարար ու կհանդիպենք հաջորդ անգամ։ Եթե գիտեք, որ կա մի վայր, որտեղ ձեզ չեն ընդունելու, աշխատեք այնտեղ չգնալ։ Այսինքն, փորձեք մի կերպ գտնել մեկ այլ վայր, որտեղ ձեզ ավելի ջերմ կընդունեն։ Ճիշտ։ Կարծում եմ, ձեր ասածը շատ կարևոր է։ Առաջին հերթին, թույլ չտալ, որ այնտեղ գտնվող մարդիկ իսկապես հուսահատեցնեն ձեզ։ Սովորաբար ես անում եմ հետյալը։ Ինչպես դու ասացիր, երբ տեսնում եմ, որ ինձ չեն ընդունում, փորձում եմ խնայել էներգիաս, ժամանակս ու ռեսուրսներս, որպեսզի այնտեղ չգնամ։ Բայց երբեմն, գիտես, մարդիկ պարզապես այլ դեմք են ցույց տալիս, սենյակ մտնելուց հետո միայն հասկանում ես, որ քեզ չեն ընդունում։ Կամ հետո երբեմն աշխատել, բայց դուք լիովին իրավացի եք։ Գիտեք, սա իսկապես հիանալի խորհուրդ է մեր բոլոր կին հիմնադիրների համար, ովքեր մեզ լսում են։ Եթե տեսնում եք անգամ ակնարկ կամ որե կարմիր դրոշ, որ ձեզ չեն ողջունում, ավելի լավ է խնայեք ձեր ժամանակը, էներգիան ու գլխացավանքը գնաք այլ տեղ, մեկ այլ դուռ գտնելու, քանի որ միշտ ասում եմ, մի դուռ փակվում է, մյուսը կբացվի։ Միշտ փնտրեք, թույլ մի տվեք, որ այդ մեկնաբանությունները կամ ձեզ կասկածող մարդիկ հուսահատեցնեն։ Եվ արդարության համար, կարծում եմ, շատ տղամարդ հիմնադիրներ նույնպես բախվում են մերժման ու հուսահատության, գուցե մեզնից պակաս տարբեր պատճառներով, բայց նրանք նույնպես հաճախ են հուսահատվում։ Ուստի ես սովորաբար պարզապես ասում եմ, շնորհակալություն, դուրս եմ գալիս սենյակից անցնում հաջորդին, նույնիսկ մեկ րոպե չվատնելով մտածելու վրա, թե գուցե այնտեղ ինչ-որ ճիշտ բան կա կամ նման մի բան։ Իսկ հիմնադիրների ձեռներեցության մեջ կանանց անբավարար ներգրավվածության մասին, նրանց տոկոսը բավարար չէ։ Իրականում, եվրոպական խոր տեխնոլոգիաների ընկերությունների միայն 22%-ն է հիմնադրված կանանց կողմից։ Ինչ եք կարծում, ո՞րն է դրա պատճառը, բացի նրանց նախկինում ունեցած փորձից։ Գուցե նա այն պատճառով, որ նրանք տեսնում են ֆինանսավորում չեն ստանա, կանանց ընդամենը 2%-ն է ֆինանսավորում ստանում։ Թե այն պատճառով, որ նրանք պետք է հոգ տանեն իրենց ընտանիքի մասին, նրանք պետք է երեխաներ ունենան այլն, եւ դա, ըստ էության, ապամոտիվացնում է նրանց ու վախեցնում ձեռներեցությունից։ Կարծում եմ, պատճառները կարող են տարբեր լինել, բայց անկասկած հաջողության այսքան ցածր հավանականություն տեսնելը կարող է բավականին հուսահատեցնող լինել։ Այսինքն, եթե ես այնտեղ լինեմ նայեմ վիճակագրությանը, կասեմ, վայ, ես առաջ եմ շարժվելու։ Եվ այդ ջանքերը գործադրում եմ, որովհետև ձեռնարկատիրությամբ զբաղվելը չափազանց դժվար է։ Եվ նկատի ունեմ, կարծում եմ, սա խնդիրներից մեկն է։ Եվ իհարկե, ինչպես ասացիք, կանանց իրավիճակի մասին մինչ 35 տարեկանը նրանցից ոմանք հեռանում են կորպորատիվ աշխարհից, իսկ ոմանք էլ, հավանաբար, ընդհանրապես հեռանում են աշխատաշուկայից, քանի որ երեխաներ են ունենում։ Ի վերջո, դա շատ պահանջկոտ գործ է, երեխաներին մեծացնելու համար պետք է մեծ ջանքեր գործադրել։ Եվ իհարկե, ես լիովին հասկանում եմ, որ գուցե ցանկանաք լինել նրանց կողքին ու մնալ նրանց հետ, այլ ոչ թե ամբողջ օրը, մինչ երեկոյան ժամը 9-ը անցկացնել գրասենյակում երկուշաբթիից ուրբաթ չտեսնել նրանց։
Կանանց ու տեխնոլոգիական ձեռներեցների համար աշխատանքի անձնական կյանքի հավասարակշռությունը բարելավելու միջոցը օգտակար կլիներ, քանի որ ի վերջո բոլորս ուզում ենք ապրել։ Միաժամանակ հետամուտ լինելով ձեր երազանքներին։ Այդ առումով, ինչ եք կարծում ձեր նշած վիճակագրության մասին, ըստ որի կանանց 80%-ը մինչ 35 տարեկանը լքում է STEM-ն ու տեխնոլոգիական կորպորատիվ աշխարհը։ Կարծում եք, միակ պատճառը ընտանիքի մասին հոգ տանելու ցանկությունն է, նույնիսկ հեռավար աշխատանքի հնարավորությունների ու աշխատանքն ու ընտանիքը հաջողությամբ համատեղող բազմաթիվ կանանց պայմաններում, թե աշխատավայրում այլ խնդիրներ էլ են տեսնում։ Եվ նկատի ունեմ սա, անկեղծ լինենք։ Շատ ենք լսում աշխատավայրում ոտնձգությունների, կանանց նկատմամբ խտրականության, կանանց բավարար հնարավորություններ չտրվելու մասին, ու կրկին վերադառնում ենք այն շրջանին, երբ մեզ ասում են չափազանց հավակնոտ ենք կամ բավարար արդյունքներ չունենք, իսկ հաջորդ մակարդակ անցնելու առաջխաղացման համար շատ բարձր շեմ կա։ Դե, կարծում եմ այդ ամենն արդեն գոյություն ունի, թե հիմա 2025 թվականն է։ Եվ սա հսկայական խնդիր է։ Կարծում եմ, ամեն բան կամաց փոխվում է։ Նկատի ունեմ, վերջին տարիներին հանձնաժողովի գործարկած որոշ քաղաքականություններ, կարծում եմ, առաջ են մղում այս գործընթացը որոշ չափով լուծում այդ խնդիրները, փորձելով ապահովել կորպորացիաների հավասարակշռված խորհուրդներ կազմակերպություններից պահանջելով ներդնել գենդերային քաղաքականություններ։ Կարծում եմ, այդ ամենը արվեստի այն գործիքներում է, որոնք մեզ ճիշտ ուղով կտանեն։ Բայց, իհարկե, նկատի ունեմ դեռ կա ապակե առաստաղ, որը դժվար է ճեղքել։ Կարծում եմ, շատ կանայք փորձում են կոտրել ու ջարդել այդ ապակե առաստաղը։ Ոմանք դա անում են։ Ես շատ լավ ընկերուհի ունեմ, որը դարձել է շատ մեծ իրավաբանական ընկերության գործընկեր, իսկ նման պաշտոններում շատ կանայք կան։ Կարծում եմ, ամեն ինչ դանդաղ, բայց առաջ է շարժվում, ինչը դրական է։ Բայց իհարկե, լիովին հասկանում եմ, որ շատ կանայք հուսահատվում են, քանի որ, ինչպես ասացիք, բախվում են ոտնձգությունների կամ բացասական արձագանքների, որոնք պետք է այլ կերպ ներկայացվեին, կամ հայտնվում են իրավիճակներում, երբ պետք է առաջխաղացվեին, բայց չեն առաջխաղացվում։ Ուստի, իհարկե, խոսքը, կարծում եմ, միայն աշխատանքի կյանքի հավասարակշռության մասին չէ, այլ նա կորպորացիաները կանանց համար ավելի հյուրընկալ դարձնելու։ Վերջում հարմարեցնել այն մեր բնույթին։ Այո, իհարկե, ծնողական արձակուրդը կամ հղիության ժամանակ որոշ ժամանակ ունենալը, որպեսզի միակ ընտրությունը չլինի կամ երեխան, կամ կարիերան։ Կարող եք ունենալ երկուսն էլ։ Եթե կնոջ համար դա բավարար է, չէ՞։ Ոչ, լիովին համաձայն եմ, կարծում եմ, շատ կարևոր կետ եք նշում։ Եվ եկեք վերադառնանք սկզբում ձեր ասածին, ինչպես խոստացել էի, որովհետև դուք ասացիք։ Երբեմն, երբ անցնում ենք այս բոլոր տարբեր խոչընդոտների ու մարտահրավերների միջով, արդյունքում դա կարող է մեր օգտին աշխատել, որովհետև այդ ժամանակ մենք ավելի ինքնավստահ ենք դառնում։ Այդպիսով մենք գիտենք, որ հաղթահարել ենք այս բոլոր մարտահրավերները, ամուր կանգնած ենք մեր ոտքերի վրա, կարող ենք կառուցել ավելի ուժեղ ու ավելի հաջողակ բիզնեսներ։ Շատ կանայք այդպես են վարվում, դու ասացիր, որ խոսքը իրավիճակը հասկանալու մեր խաղաքարտերը ճիշտ օգտագործելու մասին է։ Ինչ են այս քարտերը, ձեր կարծիքով, ինչ պետք է անեն այս կին հիմնադիրները, որոնք, ասենք, բախվում են բազմաթիվ մարտահրավերների, որպեսզի հաղթահարեն դրանք։
Կարծում եմ, ամենակարևորն այն է, որ Orbeez-ը շրջապատված լինի համայնքով։ Ուստի կարծում եմ, շատ կարևոր է գտնել մի վայր, որտեղ դուք ձեզ ձեր տեղում կզգաք, որտեղ ձեր նման մարդիկ անում են այն, ինչ անում եք դուք։ Սա կանանց տված հրաշալի բան է։ Մենք ստեղծում ենք այս համայնքը կապում կանանց, քանի որ ցանկանում ենք նրանց միջ երկարատ կապեր ստեղծել, որպեսզի նրանք հետագայում կարողանան աջակցել միմյանց։ Եվ կարծում եմ, սա բավականին կարևոր բան է։ Այս կապը ստեղծելն այլ կանանց հետ, ովքեր անում են ձեր արածին նման բան։ Կարծում եմ, կարող է նա աշխատել մենթորների հետ։ Կարիերայիս ընթացքում էլ մենթորներն ու քոուչերը շատ կարևոր են եղել։ Նկատի ունեմ, նրանք ինձ ուժ են տվել օգնել են իրավիճակին այլ տեսանկյունից նայել, որպեսզի կարողանամ օգտվել դրանից։ Որոշ մենթորներ, քոուչեր այլ մարդիկ, ովքեր պատրաստ են աջակցել քեզ ու օգնել աճել, անկեղծորեն հետաքրքրված են քո արածով ունեն փորձ, որը կարող է օգնել խուսափել որոշ սխալներից շատ արժեքավոր են ընկերություն կառուցելու այս փորձառության գործընթացի ընթացքում։ Ու նա հավակնոտ լինելը։ Կարծում եմ, թե երբեմն հավակնոտ կանանց վատ են վերաբերվում, մենք պետք է հավակնոտ լինենք։ Այսինքն, հպարտ եղեք, որ հավակնոտ եք։ Կարծում եմ, շատ կարևոր է, քանի որ նախ կարող ենք դա անել։ Եվ նույն կերպ, տղամարդիկ նույնպես կարող են դա անել։ Ոչ ամեն տղամարդ ու կին կարող է դա անել, բայց նկատի ունեմ, համամասնությունը նույնն է։ Կարծում եմ, մենք նույնպես պետք է շատ հավակնոտ լինենք ու հասկանանք, որ կարող ենք հասնել այն ամենին, ինչի հասնելը երբեք մտածենք։ Գիտեմ, կան մարդիկ, ովքեր իմ նման մասնագիտություն սովորելու որոշման առաջ կանգնելիս մտածում են, երի չեմ կարող դա անել։ Երբեք սա չէի մտածել։ Եվ կարծում եմ, մենք պետք է մեր մտքում ամրապնդենք այս գաղափարը, ես կարող եմ, ոչ թե անհնար է։ Եվ կարծում եմ, համայնքը, մենթորությունն ու քոուչինգը մի բան են, իսկ հավակնությունը մեկ այլ բան։ Հետո կա նա այս գաղափարը, որի հարցում երբեմն այնքան էլ լավ չեմ, բայց փորձում եմ բարելավել, կարդալ այն, ինչ կա շուրջդ, հասկանալ միջավայրը, թե որտեղ ես գտնվում։ Քանի որ ինչպես արդեն ասացի, շատ ավելի լավ է լինել մի վայրում, որտեղ քեզ ողջունում են, քան մի վայրում, որտեղ քեզ մերժելու են նույնիսկ պատշաճ կերպով չեն գնահատելու։ Դա միանգամայն ճիշտ է, որովհետև այդպես պարզապես վատնում եք ձեր ժամանակը, մինչդեռ կարող եք այն ծախսել նոր հնարավորություններ փնտրելու վրա, նույն պատին գլուխը խփելու արդյունքի չհասնելու փոխարեն։ Եվ կարծում եմ, որ այս բոլոր կետերը շատ կարևոր են, հատկապես մենթորության առումով, այլ հաջողակ կանանցով շրջապատված լինելը։ Կարծում եմ, դա իսկապես կարևոր է։ Քանի որ հաջողակ մարդիկ սովորաբար նա կիսվելու սովորություն ունեն, նույնիսկ անվճար։ Շատ կանայք դա անում են նա ինձ համար շատ կարևոր է, որ նրանք կիսվեն իրենց իմաստությամբ ու փորձով։ Ինձ համար նրանցից սովորելը նույնպես շատ օգտակար է եղել։ Եվ կարծում եմ, ձեր նշած մեկ բան իսկապես կարևոր է։ Եղեք հավակնոտ։ Երբեմն մենք որպես կանայք տարիներ շարունակ, հատկապես վատ միջավայրերում գտնվելիս, ոչ թե լավ, այլ այնպիսի միջավայրերում, որտեղ մեզ հուսահատեցնում են, հասնում ենք այն կետին, երբ սկսում ենք ինքներս մեզ մերժել։ Ուստի, նույնիսկ չփորձելով, մեր շուրջը շարունակ 10 անգամ լսելով, դու սա ես, դու նա ես, բավականաչափ լավը կամ խելացի չես, սկսում ենք ինքներս մեզ մերժել։ Մենք չենք դիմում այն աշխատանքներին, որոնց 100% ով չենք համապատասխանում, մինչդեռ տղամարդ գործընկերները վստահորեն դիմում են։ Ուստի կասեի միշտ դիմեք, նույնիսկ եթե 100% ով որակավորված չեք։
Ուստի ինքներդ ձեզ մի մերժեք։ Սկսեք այդ բիզնեսը, եթե դրանով ոգորված եք, հավատում եք, որ կարող եք դա անել, նույնիսկ եթե դեռ ամեն ինչ 100% ով չեք պարզել։ Ոչ ոք էլ չի անում, բայց ինքներդ ձեզ մի մերժեք։ Եվ մի բան։ Երբ նշեցիք, եղեք հավակնոտ, ավելի մեծ մտածեք, կարծում եմ, սա իսկապես ճիշտ է։ Օրերս մի աշխատարանում էի, այնտեղ մի կին, Գոհարը, այս մասին էր խոսում ու ցույց տվեց այս նկարը։ Այնտեղ մի փոքրիկ վագր կա, որը նայում է լճի մեջ, այնտեղ իրեն պատկերացնում է որպես մեծ, հսկա, ծեր ու շատ ուժեղ առյուծուհի։ Մի քանի կին այդպես են անում, մենք էլ պետք է ավելին անենք։ Եթե ավելի լայն մտածեք, հավակնոտ լինեք, շատ բանի կհասնեք, բայց դրա հետ պետք է զուգորդվեն տոկունությունն ու հաստատակամությունը, ինքներդ ձեզ վրա շարունակաբար աշխատելը, մյուս կանանցից օգնություն խնդրելը, քանի որ նրանք հաստատ կարող են օգնել միմյանց։ Հիանալի մտքեր եք ասում տեխնոլոգիաներում կանանց մասին։ Այսպիսով, ինչ եք ղեկավարում, ինչն եք ջատագովում։ Կպատմեք Women Tech EU-ի, ձեր դերի կանանց աջակցելու հիմնական նախաձեռնությունների մասին։ Ուրեմն, Women Tech EU-ն ձեր հիմնած նախագիծն է։ Մենք նպատակ ունենք ընտրել խոր տեխնոլոգիաների ոլորտում վաղ փուլերում գտնվող 160 կին ձեռնարկատերերի, հիմնականում նախասաղմնային սաղմնային փուլերում։ Դրա համար մենք գործարկում ենք հայտերի ընդունման 4 փուլ։ Դրանցից 3-ն արդեն գործարկել ենք, իսկ հաջորդը կգործարկենք մոտավորապես հունիսի 1-ին։ Այդ փուլերում մենք ընտրում ենք 40 հաղթողների։ Մենք նրանց հաղթողներ ենք անվանում, առաջարկում ենք ծառայությունների ծրագիր, որը հատուկ ուղղված է օգնելու նրանց ավելի շատ ֆինանսավորում ներգրավել, քանի որ կարծում ենք, որ նրանց անհրաժեշտ է շատ ավելի մեծ ֆինանսավորում։ Նրանց առաջարկվող ֆինանսավորումը կազմում է 75,000 եվրո։ Այսպիսով, անում ենք երկուսն էլ, տալիս ենք 75,000 եվրոյի դրամաշնոր աջակցում ծառայությունների այս ծրագրով։ Եվ ինչպես ասացի, այն կենտրոնանում է ֆինանսավորման վրա, բայց նա մենթոր ենք տրամադրում, ստեղծում ենք խորը տեխնոլոգիաների ոլորտի կին ձեռներեցների այս զարմանալի համայնքը։ Գիտեմ, համայնք ստեղծելու ու զարգացնելու համար անում ենք բազմաթիվ միջոցառումներ, առցանց հանդիպումներ ու Եվրոպայի տարբեր քաղաքներում մասնաճյուղեր բացում։ Մենք արդեն մասնաճյուղեր ունենք Փարիզում, Բարսելոնայում։ Շուտով մեկը կլինի Դուբլինում, ինչպես նա Ամստերդամում։ Ու մեկը շատ մոտ կլինի ձեզ։ Մենք նա ոչ պաշտոնական առերես հանդիպումներ ենք կազմակերպում, քանի որ հավատում ենք, որ ժամանակի ընթացքում առերես կապերն ավելի են ամրապնդվում, քան միայն առցանց շփումները։ Սրանք ծրագրի հիմունքներն են, բայց այս նախագիծը սկսելուց հետո հասկացա, որ շատ դիմումներ ենք ունենալու, այս վերջին հայտերի ընդունման փուլում ունեցել ենք ավելի քան 1,000 դիմում։ Ինչը անհավանական է։ Նախորդ երկուսում մենք գրեթե հասել էինք 820-ի, ինչը շատ է, բայց հիմա հասել ենք 1000-ի սահմանագծին։ Եվ այս նախագիծը սկսելուց ի վեր անընդհատ մտածում էի, լավ, մենք խնդրելու ենք 160, բայց ինչ է լինելու մյուսների հետ։ Ուզում էի հարցնել։ Իսկ հիմա, նկատի ունեմ, բյուջետային սահմանափակման պատճառով մենք շատ բաներ չենք կարող անել։ Պետք է մրցույթները կազմակերպենք, հանձնաժողովին հաշվետվություն ներկայացնենք, հաղորդակցվենք, տեղեկատվություն տարածենք։ Մենք ստեղծել ենք այս հաստատուն պատվո բյուջեն, որը որոշ չափով նման է Բեքի գերազանցության կնիքին։
որը ճանաչման է այն կանանց համար, որոնք բարձր գնահատական են ստացել, բայց չեն ընտրվել ֆինանսավորման համար, քանի որ լրացուցիչ միջոցներ չունեն։ Փորձում ենք տարբեր ձևով մեծացնել ազդեցությունը։ Մենք նա ստեղծել ենք դաշնակիցների համայնք տարբեր տեսակի կազմակերպություններից, որոնք ցանկանում են աջակցել Women Tech EU-ին։ Այդ դաշնակիցների շրջանում մեծ բազմազանություն ունենք, էկոհամակարգեր ձևավորողներ, այլմ նախագծեր, կապեր ենք ստեղծում այլ դերակատարների հետ, որոնք աջակցում են կին ձեռներեցներին կամ կին վենչուրային կապիտալիստներին, սիներգիաներ ստեղծելու ուղիներ գտնելու համար։ Այսինքն մենք շատ բան ենք անում կանանց հաղթողներին, ինչպես նա ծրագրում չընտրվածներին ավելի լավ աջակցելու համար։ Շնորհակալ եմ դրա համար եւ իսկապես հույս ունեմ, որ Եվրահանձնաժողովը նույնպես կավելացնի ֆինանսավորումը, որպեսզի ոչ թե կանանց այդքան փոքր, այլ իսկապես ավելի մեծ տոկոս կարողանա ընտրվել։ Եվ այդ թեմայով կարող եք նա որոշակիորեն պարզաբանել, եթե դա հնարավոր է, որոնք են այս ծրագրի ընտրության չափանիշները, ինչպես են ընտրվում հաղթողները։ Մենք հետում ենք եռափուլ գործընթացի, որի ընթացքում ստուգում ենք համապատասխանության չափանիշները։ Նախ, այսինքն մենք համապատասխանության բազմաթիվ չափանիշներ ունենք, քանի որ փնտրում ենք կազմակերպության շատ կոնկրետ տեսակ։ Այսինքն դրանք պետք է լինեն վաղ փուլում գտնվող կանանց կողմից ֆինանսավորված կամ համաֆինանսավորված կազմակերպություններ, կին պետք է լինի նա ղեկավար պաշտոնում, իսկ բաժնետոմսերի 25% նույնպես կարող է պատկանել կանանց։ Այսինքն մենք խթանում ենք հավասարությունը, ուստի չենք ցանկանում այնպիսի ստարտափներ, որոնցում կանանց մասնակցությունը շատ փոքր է։ Այսպիսով, մենք ունենք խորը տեխնոլոգիաների չափանիշներ։ Փնտրում ենք խորը տեխնոլոգիաներ, իսկ դրանք հետազոտություններից իսկապես նոր գաղափարներից բխող նորարարություններ են, որոնք կիրառվում են շուկայում։ Կազմակերպությունն արդեն պետք է ֆինանսավորում ստացած լինի, այսինքն պետք է 6 ամիս գոյություն ունենա։ Կարծում եմ դա հրավերի մեկնարկից առաջ է, նրանք նույնպես պետք է լինեն Եվրոպայից կամ ասոցացված երկրներից։ Horizon, չէ, Horizon երկրներ կամ նման բան են կոչվում։ Իդեպ, կա Natural մակարդակ։ Չիմացողների համար դրանք ձեր ընկերության պահանջվող տեխնոլոգիական մակարդակներն են։ Control-ի պահանջներ։ Այո, Troll մակարդակները սահմանել ենք 3-ից 6-ի միջ։ Լավ, այսինքն հետազոտությունը գրեթե ավարտված է, որից հետո շուկա դուրս կգաք, պիլոտային ծրագրեր կիրականացնեք։ Կարծում եմ, դուք արդեն պետք է ունենաք աշխատող, որոշ չափով փորձարկված նախատիպ, բայց ինչպես ասում եք, այն դեռ 100%, ով չի հասել շուկա, շատերն այն գնում են։ Շատ հետաքրքիր է։ Կարծում եմ սա շատ լավ ծրագիր է այն կնոջ համար, ով ցանկանում է սկսել իր ուղին, անկախ նրանից սկզբնական ֆինանսավորում ունենալու հարցում դժվարություններ ունի, թե ոչ։ Դուք նշեցիք, նրանք դեռ չպետք է ֆինանսավորվեն։ Ոչ։ Նրանց ֆինանսավորում պետք չէ։ Ֆինանսավորվել, այսինքն ստեղծվել։ Լավ, հիանալի, քանի որ սա իրականում իդեալական է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են սկսել, բայց ինչ-ինչ պատճառով դեռ չեն ուզում մտնել վեցների խաղի մեջ։ Ֆինանսավորման սահմանաչափ էլ ունենք 1 միլիոն եվրո, քանի որ կարծում ենք, որ արդեն 1 միլիոն, այսինքն 75,000 եվրոյից ավելի ներգրաված կազմակերպությունների համար դա էական չէ։
Այսինքն եթե նրանք, ասենք, 1 միլիոն են ներգրավել, կարող են նա ավելին ներգրավել։ Ծրագիրն ավելի շատ նրանց համար է, ովքեր դժվարանում են ֆինանսավորում ներգրավել կամ ինչ-ինչ պատճառներով դեռ չեն ներգրավել։ Այլ շարժառիթներ էլ կան։ Հիանալի։ Եվ քանի որ դուք այստեղ եք, սերտորեն կապված եք Եվրոպական միության դրա նախաձեռնությունների հետ ու դրանց մասին շատ տեղեկություններ ունեք, մտածում էի, կարող եք մեր լսարանին պատմել ՆԱԵԿ-ի, Եվրոպական նորարարության խորհրդի մասին։ Միգուցե Horizon Europe-ում դրա վերաբերյալ տեղեկություն ունեք, գիտեք, թե ինչպիսի նախագծեր ունեն։ Իսկ ինչու եմ սա ասում։ Քանի որ Mobile World Congress-ին էի։ Ես շատ բան իմացա ԵԿ-ի մասին։ Եվ ես այդ մասին չգիտեի, բայց զարմանալիորեն Նիդերլանդները, լինելով Եվրոպայի ամենափոքր երկրներից մեկը, իրականում ստանում է ԵԿ-ի ֆինանսավորման ամենամեծ գումարներից մեկը։ ԵԿ-ի մեծ մասը Նիդերլանդներին։ Ուստի ուզում եմ նախ հասկանալ, կարող եք մեր լսարանին մի փոքր ավելի մանրամասն պատմել, թե ինչ է ԵԿ-ը, ինչ տարբեր նախաձեռնություններ կան, իսկ եվրոպական համատեքստում ո՞րն է հաջողության այն մոդելը, որը Նիդերլանդների համակարգին հաջողվել է բացահայտել։ Լավ, ԵԿ-ը Եվրոպական միության գործակալություն է, ավելի ճիշտ խորհուրդ, որն ունի նորարարությանը աջակցելու տարբեր ծրագրեր։ Այն հսկայական բյուջե ունի, իսկ մենք բազմաթիվ կապեր ունենք ԵԿ-ի հետ, քանի որ մեր հիմնական նպատակներից մեկն է օգնել մեր կանանց մասնակցել ԵԿ-ի աքսելերատորին, որը նրանց ամենամեծ ծրագիրն է։ ԵԿ Accelerator-ը բեկումնային նորարարությանը աջակցող ծրագիր է, դրամաշնորհները, կարծում եմ, հասնում են մինչ 2.5 միլիոնի, իսկ հետո կարելի է ստանալ ավելի քան 1,500,000 ինոսրացվող ֆինանսավորում։ Ես այնքան էլ վստահ չեմ ճշգրիտ թվերի հարցում, բայց դա մոտավորապես այդքան է։ Հիմնականում նրանք ունեն նա այլ ծրագրեր, որոնք աջակցում են նորարարության ավելի վաղ փուլերին, սակայն հիմնականում աջակցում են Troll 5-ից 7 կամ 6-ից 7 փուլերում գտնվող ստարտափներին, ԵԿ Accelerator-ի շրջանակում։ Այնուհետ նրանք ստեղծում են այլ գործիքներ, ավելի շատ ստարտափների աջակցելու համար, որոնք փնտրում են լուրջ կամ փուլեր, այսինքն ֆինանսավորման ավելի խոշոր փուլեր։ Եվրոպական ստարտափների խնդիրներից մեկը խոշոր ֆինանսավորման փուլերի պակասն է։ Այսպիսով, ստարտափից պետք է ավելի քան 1,000,000 եվրո։ Նրանց այստեղ Եվրոպա բերելը շատ դժվար է։ Նրանք հակված են տեղափոխվել ԱՄՆ։ Այսպիսով, ԵԿ-ն վերջին տարում դարձել է Եվրոպայում ներդրումների ոլորտի ամենաազդեցիկ խաղացողներից մեկը։ Կարծում եմ, նրանք իսկապես շատ լավ են աշխատում, որովհետև նկատի ունեմ, այս պահին մեծ առաջընթաց են գրանցում։ Պետք է ավելի լավ աջակցենք մեր կանանց, ԵԿ աքսելերատորին մասնակցելու համար։ Եվ մենք արդեն ունենք երկրորդ խմբի մեր հաղթողներից մեկին, որը պարգևատրվել է ԵԿ Accelerator-ի դրամաշնորհներից մեկով։ Կարող եմ պատկերացնել։ Շնորհավորում եմ նրան, գովես ձեր թիմին, որն օգնեց նրան դրան հասնել։ Այո, ԵԿ-ի մասին լսել եմ, կարծում եմ, ԵԿ Pathfinder-ի մասին։ Դա վաղ փուլում նշածն է։ Կա անցում։ Կա նա ԵԿ Accelerator-ը։ Եվ նույնիսկ հանդիպեցի նրանց Mobile World Congress-ի ժամանակ։ Չգիտեմ, կարծում եմ սա նույնն է, ինչ դուք ասացիք, Series B-ն ու Series N, քանի որ ծրագրով ընդհանուր հավաքել են 8600000։ Կարծեմ, դա մեր հանդիպած ընկերությունն է։
Կարծում եմ իսկապես եթե նրանք կարողանան ձեզ կառավարել, եթե եկը ծառայի այն նպատակին, որի համար ստեղծվել է, վերացնի կանանց նկատմամբ ցանկացած կողմնակալություն։ Եվ իհարկե, մենք հարցնում ենք կանանց, այդ թվում ներգաղթյալ կամ ոչ եվրոպական ծագում ունեցող կանանց։ Եթե այս բոլոր տարբեր կողմնակալությունները բացակայեն, կարծում եմ, սա հիանալի հնարավորություն կլինի կանանց համար ընդգրկվելու այս ծրագրերից ցանկացածում։ Նա, ընդլայնման քայլը, չէ՞, նրանց կայքն ուսումնասիրելով։ Կարծում եմ, դա մեզ պետք է Եվրոպայում, որովհետև, եթե անկեղծ լինենք, նորարարության առումով մի փոքր հետ ենք մնում։ Եվ դա մեզ պետք է։ Եվ լսում էի ԵԿ-ի տարբեր նպատակների ու նախաձեռնությունների մասին։ Գիտեք, որպեսզի Եվրոպան կարողանա ավելի ինքնավար դառնալ տեխնոլոգիա զարգացնել։ Եվ մենք չպետք է պարզապես, ինչպես ասում եք, ընտրենք մեր ստարտափները դրանք այլուր տանենք, ֆինանսավորում ստանալու կամ հաջողության հասնելու համար։ Հուսով եմ դա կլինի, խոր տեխնոլոգիաներում հաջողելու համար ավելի ու ավելի շատ աջակցություն կստանանք։ Կարծում եմ, դուք ղեկավարում եք Women Tech EU-ն այս նախաձեռնությամբ գործնականում ցույց եք տալիս, ինչպես դա անել։ Հուսով եմ, ամեն ինչ կստացվի նախատեսվածի պես, կանանց թիվը կաճի, իսկ կին հիմնադիրների 22% ցուցանիշը կբարձրանա, մենք կկարողանանք շտկել այդ սարսափելի 2%-ը։ Եվ ավելի շատ կանայք կստանան ֆինանսավորում ընդհանուր առմամբ ֆինանսավորում, իրենց նախաձեռնություններին աջակցելու, նոր տեխնոլոգիաներ ստեղծելու դրանք շուկա բերելու համար։ Թերեզա, շատ շնորհակալ եմ շատ հետաքրքիր ու անկեղծ զրույցի մեր կողքին կանգնելու համար։ Ես դա գնահատում եմ, բոլոր կանանց անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել։ Եվ իսկապես հույս ունեմ, որ ձեր կազմակերպությունը գնալով կմեծանա կծառայի մեզ բոլորիս, օգնելով արագացնել մեր աշխատանքը։ Կասեք մեր լսարանին, որտեղ կարող են գտնել ձեզ, ավելին իմանալ տարբեր նախաձեռնությունների մասին, աջակցել ու արագացնել ձեր աշխատանքը։ Ուստի կարծում եմ, կապ հաստատելու լավագույն միջոցը LinkedIn-ն է։ Մենք ունենք Women Tech EU-ի LinkedIn-ը տեղեկատվություն հրապարակող կայք, բայց կարծում եմ LinkedIn-ն ավելի արդյունավետ կլինի։ Իսկ դուք բոլորդ, որպես հանդիսատես, կարող եք մեզ աջակցել, իհարկե, քարոզելով, տեղեկացնելով ավելի շատ կանանց հրավիրելով մասնակցելու այս կոչին։ Այսինքն յուրաքանչյուր կոչով կարող ենք աջակցել 40 հոգու։ Եվ գիտեմ, երբեմն կարող է հուսահատեցնել չհասնել այդ 40-ին կամ չդառնալ դրանցից մեկը։ Բայց թվերն օգնում են մեզ հանձնաժողովին ցույց տալ, որ դրա կարիքը կա, ավելի շատ միջոցներ ներգրավելու դրանք դիմող կանանց ավելի շատ տրամադրելու համար։ Ուստի կարծում եմ, բոլորը կարող են աջակցել տարածելով, հաղորդակցվելով, բանավոր խոսքով, ինչպես նա այստեղ լինելով ու դիմելով, որովհետև որքան շատ լինենք, այնքան մեծ ճնշում կկարողանանք գործադրել։ Այո, բոլորիս համար լավ կլինի։ Միասին մենք ավելի ուժեղ ենք։ Այո, դա մարդկային զգացողությունն է։ Միասին ավելի ուժեղ ենք։ Եվ այս դրական նոտայով կցանկանայի ավարտել մեր զրույցը։ Շնորհակալ եմ, Թերեզա, մեզ միանալու համար։ Անհամբեր սպասում եմ տեսնելու այս բոլոր նախաձեռնություններն ու այն, թե ինչպես են դրանք ի վերջո աջակցում կանանց։ Շատ շնորհակալություն։ Հաճելի էր։ Շնորհակալություն։ Մինչ գնալը, ուզում եմ մի րոպե հատկացնել ասելու, որ այս ալիքի դիտողների ավելի քան 80% դեռ չի բաժանորդագրվել։ Եթե ձեզ դուր է գալիս մեր բովանդակությունը կամ տեսանյութերից մեկը, մի փոքր լավություն արեք ինձ։ Սեղմեք բաժանորդագրման կոճակը, օգնելով մեզ ձեզ ներկայացնել խորքային քննարկումներ, փորձագետների կարծիքներ ու հիանալի հյուրեր։ Ձեր աջակցությունը մեզ թանկ է։ Այն օգնում է մեզ աճել, հասնել ավելի շատ մարդկանց, ընդլայնել մեր ազդեցությունն ու ստեղծել ձեզ համար ավելի մեծ ու ավելի լավ բովանդակություն։ Շնորհակալություն դիտելու համար։ Մնացեք հետաքրքրասեր ու նորարար, կհանդիպենք հաջորդ անգամ։